Ողջույն, բարի գալուստ մեր հերթական խորքային վերլուծությանը։ Ողջույն բոլորին։ Գիտես, եթե դու այսօր միացել ես մեզ, հավանաբար արդեն նկատել ես, թե ինչ արագությամբ է փոխվում տեխնոլոգիական աշխարհը մեր աչքի առաջ։ Հա, տեմպն ուղղակի խելահեղ է։ Այսօրվա մեր նպատակն է վերցնել ու մանրամասն քանդել ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, նույն ինքը EIF-ի կողմից 2026 թվականի փետրվարի 10-ին հրապարակված մի շատ կարևոր հոդված։ Շատ ծավալուն ու ճակատագրական նյութ է իրականում։ Այն ամբողջությամբ նվիրված է արհեստական բանականության էթիկային ու դրա կարգավորմանը։ Ուրեմն արի պարզապես ֆիքսենք այս պահի իրականությունը։ 2026 թվականին ԱԲՀ համաշխարհային շուկան արդեն անցել է $300 միլիարդ սահմանագիծը։ Դա ուղղակի ահռելի թիվ է։ Մենք այլևս գիտաֆանտաստիկայի մասին չենք խոսում։ Միանշանակ։ Ալգորիթմներն այսօր որոշում են, թե ում տալ վարկ, ում ընդունել աշխատանքի, բայց արի հասկանանք ամենակարևոր ինտրիգը։ Ինչ անենում, երբ այս համակարգերը սխալվում են։ Կամ երբ կողմնակալ են լինում։ Ճիշտ է։ Եվ ամենագլխավորը, դու քեզ հաստատ կհարցնես, ինչպես են Եվրոպական միության նոր շատ խիստ օրենքներն ազդելու ԵՄ անդամ չհանդիսող երկրների վրա։ Ասենք Հայաստանի ու զարգացող այլ շուկաների ստարտափների վրա։ Սա այլևս ինչ-որ վերացական փիլիսոփայություն չէ։ Դե հենց դա է որ կա։ Դե ինչ, եկեք հասկանանք սա։ Եթե նայենք աշխարհում տիրող խառ իրավիճակին, պատկերը բավականին քաոսային է։ Օրինակ, ԱՄՆ ունի ավելի շատ ոլորտային հատուկ մոտեցում։ Հա, այնտեղ չկա մեկ մեծ օրենք, առողջապահությունն իրենն է կարգավորում, ֆինանսապկանը իրենը, նաև կա Սպիտակ տան 2023-ի գործադիր հրամանը։ Իսկ մյուս կողմից Չինաստանն է, որտեղ շեշտը պետական վերահսկողության, դիփֆեյքների ու բովանդակության կառավարման վրա է։ Իսկ Մեծ Բրիտանիան ընտրել է մեղմ ճանապարհը, որ նորարարությունը չխեղդի, բայց գիտես այն ինչ այստեղ հիացնում է։ Որն է։ Այն է, որ թեև ԹՀԶԿ-ի տվյալներով 2025-ի վերջին 70-ից ավելի երկիր ուներ ԱԲ ազգային ռազմավարություն, աշխարհում խաղի կանոնները թելադրում է մեկ փաստաթուղթ։ ԵՄ ԱԲ ակտը, EI ակտը։ Ճիշտ է, սա աշխարհում ամենահամապարփակ օրենքն է, որն արդեն լիարժեք ուժի մեջ է, եւ բոլորը ստիպված են հարմարվել հենց Եվրոպային։ Ուրեմն արի մասնատենք այս օրենքը, որ պարզ է լինի։ Նրանք ամբողջը բաժանել են ռիսկերի 4 մակարդակի։ Առաջինը անընդունելի ռիսկն է։ Սա այն է, ինչը լիովին արգելված է։ Օրինակ, պետությունների կողմից մարդկանց սոցիալական վարկանիշավորումը կամ հանրային վայրերում կենսաչափաբանական հսկողությունը, դեմքերի ճանաչումը։ Այո, եւ այն ԱԲ-ն, որը մանիպուլացնում է մարդկանց ենթագիտակցությունը, ընդ որում դրանց արգելքն ուժի մեջ է դեռ 2025-ի փետրվարից։ Սա արդեն անցած փուլ է։ Հետո գալիս է երկրորդը՝ բարձր ռիսկը, որը կիրառվում է զբաղվածության, վարկավորման եւ իրավապահ ոլորտներում։ Այստեղ խիստ պահանջներ կան։ Ռիսկերի պարտադիր գնահատում, միշտ մարդկային վերահսկողություն եւ գրանցում ԵՄ հատուկ բազայում, չէ՞։ Ու պետք է շեշտենք, որ 2026-ի օգոստոսին ուժի մեջ է մտնում այս բարձր ռիսկային համակարգերի լիարժեք կիրարկումը։ Ժամանակ գրեթե չկա։ Իսկ երրորդ մակարդակը սահմանափակ ռիսկն է։ Դա մեր չաթբոթերն են կամ ԱԲ-ի կողմից ստեղծված նկարներն ու տեքստերը։ Այստեղ գլխավորը թափանցիկությունն է։ Այսինքն, դու որպես օգտատեր պետք է հստակ իմանաս, որ շփվում ես արհեստական բանականության հետ, այլ ոչ թե իրական մարդու։ Իսկ չորրորդը նվազագույն ռիսկն է։ Սպամ ֆիլտրեր, վիդեոխաղեր։ Այստեղ առանձնապես նոր բան չկա։ Բայց արի խոսենք ամենացավոտ մասին։ Տույժերը։ Օ, հա, սա լուրջ է։ Երբ կարդում էի, աչքերիս չէի հավատում։ Տուկանքը կարող է հասնել մինչև 35 միլիոն եվրոյի կամ գլոբալ տարեկան շրջանառության 7%-ը, որն ավելի մեծ լինի։ Սա կատակ չէ անգամ փոքր ստարտափների համար։ Մի սխալ ու բիզնեսը կարող է ուղղակի փակվել։ Ու հենց այստեղ է, որ ամեն ինչ իսկապես հետաքրքրանում է, ինչու պետք է դու, լինելով հայաստանյան կամ որևէ այլ զարգացող շուկայի ստարտափի հիմնադիր, հոգաս այս մասին։ Դու Եվրոպայում չես ապրում։ Դե եթե մենք սա կապենք ավելի մեծ պատկերի հետ, կտեսնենք մի պարադոքս։ Հայաստանը ԵՄ անդամ չէ, բայց տեղական ՏՏ ոլորտը հիմնականում արտահանում է իր պրոդուկտները։ Հա, մենք գրում ենք Եվրոպայի, Ամերիկայի համար։ Եվ եթե քո ալգորիթմը դիպչում է ԵՄ քաղաքացուն, դու ավտոմատ ընկնում ես այս խիստ օրենքի տակ։ Այսինքն սա մեծ մարտահրավերը, համապատասխանելու ծախսերը ահռելի են, իրավաբանական նրբությունները բարդ են։ Էլ չեմ խոսում այն մասին, որ էթիկայի ու իրավունքի հատման կետում մասնագետների համաշխարհային սուր պակաս կա։
Հայաստանում էլ դա շատ է զգացվում։ Բայց մյուս կողմից էլ այն ստարտափները, որոնք հիմա կհամապատասխանեն այս ԵՄ պահանջներին, ոնց որ շուկայի մուտքի տոմս շահեն։ Դա հենց մրցակցային մեծ առավելություն է։ Նրանք կդառնան վստահելի գործընկեր եվրոպական հաջողորդների համար։ Նույնիսկ ոդվածում նրցվում էր Edelman-ի 2025 թվականի հարցումը, սպառողների 72%-ը նախընտրում է այն ընկերություններին, որոնք թափանցիկ ԱԲ են կիրառում։ Ավելին ասեմ, սա ծնում է լրիվ նոր բիզնես հնարավորություններ։ Օրինակ, ստեղծել ԱԲ աուդիտի կամ համապատասխանության B2B գործիքներ։ Որն ուղղակի հրաշալի է ներդրողների համար հիմա։ Միանշանակ, պատասխանատու ԱԲ-ն կամ Responsible AI-ը դառնում է նոր նորմ։ Վերցնենք թեկուզ McKinsey-ի 2025-ի հարցումը։ Կազմակերպությունների 63%-ն արդեն ընդունել է պատասխանատու ԱԲ պրակտիկաներ։ Իսկ 2022-ին դա ընդամենը 38% էր, չէ՞։ Բայց այնտեղ մի շատ կարևոր բաց կա։ Հա, այդ 63%-ից միայն 25%-ն ունի կառավարման համապարփակ շրջանակ։ Այսինքն շուկան ուղղակի սոված է նոր լուծումների համար։ Իսկ ինչ են ներառում այս սկզբունքները, որոնք մշակվել են ՏՀԶԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու NIST-ի կողմից։ Հիմնականում թափանցիկություն եւ արդարություն, որպեսզի խտրականությունը բացառվի եւ կանոնավոր աուդիտներ լինեն։ Նաև հաշվետվողականություն, որ մարդկային վերահսկողություն միշտ լինի եւ գաղտնիություն GDPR-ի պահպանումով, ինչպես նաև անվտանգություն կիբերհարձակումներից։ Ճիշտ է, եւ այստեղ պետք է խոսենք Հայաստանի դիրքի մասին։ Դե Հայաստանի հնարավորությունները զարգանում են հատկապես computer vision-ի, բնական լեզվի մշակման կամ NLP-ի եւ տվյալների վերլուծության ոլորտներում։ Եվ շատ ուրախալի է, որ Հայաստանի կառավարությունն արդեն ազդանշան է տալիս ազգային ԱԲ ռազմավարություն մշակելու մասին։ Եվ որպես աջակից EIF-ը կամ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը առանցքային դեր է խաղում։ Նրանք ոչ միայն օգնում են ստարտափներին հասկանալ միջազգային ստանդարտները, այլև կապեր են հաստատում եվրոպական գործընկերների հետ։ Եվ նպաստում են պոլիսիների մշակմանը, որոնք կհավասարակշռեն նորարարությունն ու էթիկան։ Հենց դա է ամենաբարդը՝ նորարարությունը չսպանել կարգավորումներով։ Այսպիսով, ինչ է այս ամենը նշանակում քեզ համար։ Եթե դու վառն առավոտյան արթնանում ես ու գնում գրասենյակ, ինչ պետք է անես։ Աղբյուրը տալիս է հստակ, գործնական քայլեր, որոնք պետք է անել հենց հիմա, նույնիսկ եթե կարծում եք, թե ԵՄ-ից հեռու եք։ Առաջինը՝ դասակարգեք ձեր ԱԲ համակարգերը ըստ այդ 4 ռիսկերի։ Երկրորդը՝ փաստաթղթավորեք ամեն ինչ։ Ուսուցման տվյալները, մոդելի դիզայնը, թեստերը։ Երրորդ՝ ներդրեք կողմնակալության, այսինքն bias-ի ստուգման թեստեր հենց process-ի մեջ։ Չորրորդը՝ նշանակեք ԱԲ կառավարման պատասխանատու ձեր թիմում։ Դա այլևս երկրորդական գործ չէ։ Եվ հինգերորդ՝ մտածեք գլոբալ։ Ընդունեք այս կանոնները ոչ թե որպես գլխացավանք կամ բեռ, այլ որպես ձեր մրցակցային առավելությունը։ Իսկ եթե նայենք դեպի ապագա, ինչ է մեզ սպասվում։ Մենք հաստատ տեսնելու ենք կարգավորումների մերձեցում։ ԵՄ ԱԲ ակտը արագորեն դառնում է համաշխարհային ստանդարտ, նույն կերպ ինչպես եղավ GDPR-ի հետ ժամանակին։ Այսինքն կտեսնենք IB կառավարման ծառայությունների աճ ու նոր տեխնիկական ստանդարտներ, ասենք ISO-ի կողմից։ Այո, բայց այս ամենը մի շատ կարևոր ու սադրիչ հարց է առաջ քաշում մեր բոլորիս համար։ Ինչ հարց։ Նայր, եթե IB կարգավորումներին հետևելն այսքան թանկ ու բարդ է դառնում, արդյոք ապագայում տեխնոլոգիական հսկաները ավելի չեն մենաշնորհի շուկան։ Պարզապես որովհետև փոքր ստարտափներն ու Հայաստանի նման երկրներից դուրս եկած թիմերը չեն ունենա այդ միլիոնները իրավաբանների ու աուդիտորների բանակ վարձելու համար։ Ճիշտ է այդպես։ Արդյոք կարգավորումը, որը կոչված է պաշտպանելու մեզ, վերջնարդյունքում չի խեղդի նորարարությունը հենց այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ամենավառ ու կրեատիվ գաղափարները։ Սա իսկապես պարադոքս է, որի մասին արժե խորել։ Ես ուզում եմ, որ դու մտածես այս հարցի շուրջ հաջորդ անգամ որևէ նոր IB գործիք օգտագործելիս կամ քո ստարտափի ռազմավարությունը գծելիս։ Շնորհակալություն այսօրվա մեր խորքային վերլուծությանը միանալու համար։